Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն և միջխորհրդարանական գործակցությունը դրանց զարգացման կարևոր բաղադրիչներից է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Մոսկվայում Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում։ Պաշտոնական այցով Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր՝ քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում, առանձնահատուկ շեշտադրելով միջխորհրդարանական գործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն ընդգծել են, որ խորհրդարանական կապերը կարևոր դեր են խաղում երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման գործում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող միգրացիոն կանոնների փոփոխություններին։ Մասնավորապես քննարկվել են այդ փոփոխությունների հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների առջև առաջացած խնդիրները, նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող հնարավոր քայլերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային անվտանգությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին։ Մատվիենկոն խոսել է երկկողմ հարաբերությունների, դրանց արդյունավետության և առաջիկա անելիքների մասին։ Մենք շատ լավ ենք աշխատում միմյանց հետ։ Հայաստանի ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը բավականին արդյունավետ են գործակցում։ Մարտին նախատեսվում է հերթական հանդիպումը։ Ըստ իս, մեր երկրներ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում կարևոր բաղադրիչներից է միջխորհրդարանական գործակցությունը։ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարին նաև հարցրել են, թե Հայաստանը մտավախություն չունի, որ անվտանգության երաշխավորը կհեռանա Երևանից, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ նախընտրող Եվրամիությունը չի աջակցի Հայաստանին։ Ի պատասխան Սիմոնյանը նշել է. Ես կարծում եմ, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Ես այդ մասին ասել եմ նաև իմ գործընկերներին։ Հայաստանն ամենևին էլ չի պատրաստում գործել որևէ մեկի դեմ կամ կանգնել որևէ մեկի կողքին։ Երևանն ունի իր արտաքին քաղաքականությունը և առաջ է շարժվում իր տեսլականին համապատասխան։ 44-օրյա պատերազմից հետո, երբ այդ հարցը տալիս եք, պատասխանները կարող եք գտնել այդ պատերազմի հետևանքների մեջ։ Ձեր այն տպավորությունը, թե Հայաստանը փորձում է իր ուղղությունը մեկից փոխել մյուսը, սխալ է։ Ռուսաստանցի լրագրողի Հայաստանում ընդդիմադիր բլոգերների և քաղաքական գործիչների նկատմամբ իբրև իրականացվող քրեական հետապնդումների վերաբերյալ հարցին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է. դա Հայաստանի ներքին գործն է։ Կներեք, իսկ երբանից ես պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է գործում հայկական քրեական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Սրանք Հայաստանի ներքին գործերն են։ Մարդիկ, որոնք խախտում են քրեական օրենսգիրքը, պետք է պատասխանատվություն կրեն։ Իսկ դրանք քաղաքական անվանել, ես նման բան չեմ լսել եւ միայն մեր որոշ ընդդիմադիր գործիչներից եւ հենց նոր ձեզանից։ Սպառնալ իշխանության բռնազավթման, կազմակերպել անհնազանդություն, սպանության հնարավոր փորձ Հայաստանի Հանրապետության վարչապետի արտգործ նախարարի ինձ վրա, այդ երբանից է այն դարձել քաղաքական հետապնդում։ Նա նաև արձագանքել է հայ առաքելական եկեղեցուն վերաբերող հարցին, ընդգծելով, որ եկեղեցին որևէ հալածանքի չի ենթարկվում։ Հայ առաքելական եկեղեցին Հայաստանում լիարժեք ազատ է իր գործունեության մեջ եւ որևէ ճնշման չի ենթարկվում։ Այցի ընթացքում կայացած հանդիպումներն ըստ կողմերի նպատակ ունեն նպաստել շարունակական երկխոսությանը եւ առկա խնդիրների լուծմանը, փոխադարձ հարգանքի եւ գործակցության մթնոլորտում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։